Սիրելի հեռուստադիտողներ, այս պահին միֆ թե իրականություն հատվածն է մեր եթերում, որոշեցինք նաև կլինիկական դեղագետի հետ անել այս հատվածը եւ հասկանալ, որոնք են այն տարածված կարծիքները կամ միֆերը հենց դեղամիջոցների ընդունման հետ կապված։ Այսօրվա իմ հյուրն է Սոնա Սարգսյանը, ով մեզ հյուրընկալել էր, նա ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի կլինիկական դեղագետն է։ Շատ ուրախ եմ, սիրելի Սոնա, ես ես տամ հարցեր կամ տարածված կարծիքներ, համոզմունքներ ու միֆեր, դուք եթե կարելի է մեկնաբանեք մեծ նախադասությամբ։ Շատ լավ, գնացինք։ Եթե դժվարանում ենք դեղը կուլ տալ, կարող ենք այն առանց խնդրի կիսել կամ մանրացնել։ Իրականություն է, եթե հարցը նշվում է կոնկրետ կուլ տալու հետ կապված, եթե դեղը ունի բաժանարար գիծ, մենք կարող ենք կիսել եւ միաժամանակ օգտագործել երկու կիսած հատվածները։ Իսկ եթե հարցը գնում է օրինակ հավասար դեղաչափ ստանալու հետ կապված, դա միշտ չի որ այդպես է։ Հետաքրքիր է։ Եթե որևէ դեղամիջոց օգնել է մեզ, արդյոք կարող ենք խորհուրդ տալ նաև հարազատներին, ընկերներին, ինչու ոչ հարևաններին։ Բնականաբար ոչ ու էլի ոչ, որովհետև դա շատ անհատական է։ Շատ լավ։ Եվ ցուցումը խորհուրդը ավելի լավ է հնչի բժշկի կողմից, ոչ թե մեր անձնական փորձառույթից ելնելով։ Բնական կամ բուսական ծագման բոլոր միջոցներն անվտանգ են եւ չեն կարող վնասել առողջությանը։ Դա միֆ է ու տարածված միֆ է, որովհետև բույսերը հենց ունեն ակտիվ նյութեր, որոնք շատ լուրջ փոխազդեցություն կարող են առաջացնել հենց դեղերի հետ։ Եվ ինչի՞ չէ ազդել, չէ՞, այս կամ այն օրգան համակարգի վրա, անգամ եթե բուսական է։ Դեղամիջոցները կարելի է պահել տան ցանկացած հարմար վայրում, եթե դրանք փակված են։ Դա միֆ է, որովհետև դեղամիջոցները պետք է պահել հստակ արտադրողի կողմից նշված ըստ վիտանելիության պայմանների եւ մինչեւ ժամկետի նշված ժամկետը, եւ որը նշված է ներդիր թերթիկում եւ նաեւ տուփի վրա։ Այսինքն սենյակային ջերմաստիճան պահանջող դեղերը պահվում են 15-ից 25 աստիճան ջերմաստիճանում, իսկ որոնք պահանջում են սառնարանային, արդեն 2-ից 8 աստիճան Ցելսիուսում։ Շատ լավ։ Առանց դեղատոմսի վաճառվող դեղամիջոցներն անվնաս են եւ սխալ օգտագործման դեպքում որևէ լուրջ խնդրի չեն կարող հանգեցնել։ Դա միֆ է, որովհետեւ ինչպես մենք արդեն նշացինք, մեր շատ ծանոթ պարացետամոլը, որը առանց դեղատոմսի է բաց թողնվում, կարող է բերել լուրջ բարդությունների սխալ օգտագործման ժամանակ։ Այո։ Թանկ դեղամիջոցը միշտ ավելի արդյունավետ է, քան ավելի մատչելի։ Դա միֆ է, որովհետեւ պրակտիկայում ցույց է տրվել, որ երբեմն հենց ամենամատչելի տարբերակը լինում է ամենաարդյունավետ տարբերակը։ Իրոք, փաստում եմ։ Այո։ Լինում է, պատահում է եւ այդպես։ Եթե դեղամիջոցը կողմնակի ազդեցություններ չի առաջացնում, նշանակում է այն չի գործում կամ ազդեցություն չունի։ Դեղի կողմնակի ազդեցությունը եւ արդյունավետությունը դրանք տարբեր երևույթներ են։ Եթե դեղը օգտագործվում է ճիշտ ձևով, հնարավոր է, որ կողմնակի ազդեցությունը չզարգանա։ Եվ հետո մեկնաբանենք կլինիկական տեսակետից, որ ոչ բոլոր դեղամիջոցներն են նշանակվում ակնհայտ կլինիկական փոփոխություն ունենալու համար։ Չէ, կան որոշները, որ գործում են, բայց լուռ։ Այո, իհարկե։ Վիտամինները կարելի է ընդունել առանց բժշկի խորհրդատվության, քանի որ դրանք չեն կարող վնասել։ Դա միֆ է, որովհետև վիտամինները, ինչպես հիպովիտամինոզն է վտանգավոր օրգանիզմի համար, այնպես էլ հիպերվիտամինոզ, այսինքն երևույթ, երբ վիտամինի քանակը օրգանիզմում շատ է։ Դրանք կարող են կուտակվել օրգանիզմում եւ վնասել արդեն։ Հակաբիոտիկը կարելի է դադարեցնել, հենց ինքնազգացողությունը բարելավում է։ Դա ամենատարածված մեր սխալներից է պացիենտների, որովհետև հակաբիոտիկը պետք է օգտագործել ճիշտ ցուցումով, ճիշտ դեղաչափով եւ ճիշտ սխեմայով։ Ինչու՞։ Կմեկնաբանեք ինչ կլինի, եթե 7 օր է նշանակվեց, ես 3 օրից լավ զգացի ու դադարեցի։ Տեսեք, որովհետև վտանգը հակաբիոտիկա կայունությունն է, որը ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում գլոբալ խնդիր է համարվում։ Այսինքն, երբ մանրեն, արդեն չի արձագանքում տվյալ հակաբիոտիկին եւ արդեն ունենում են նաև մահվան ելքեր, որովհետև չեն կարող արդեն բուժել, որովհետև հակաբիոտիկները երկար տարիները մեկ է հակաբիոտիկ ստեղծվում։ Կարճ ընդունելը կարող է դրա վրա որոշակի դեր ունենալ, այսինքն։ Շատ լավ։ Միաժամանակ մի քանի բժշկի նշանակած դեղեր ընդունելիս դրանց համատեղելիությունը ստուգելու կարիք չկա։ Դա միֆ է, որովհետև հենց իմ պրակտիկայում ամենահաճախ դեպքերը տարբեր բժիշկների կողմից նշանակված նշանակումներն է, որ արժանի են ուշադրության, որոնք ցավոք ժամանակ չեն ունեցել իրար հետ, իրար մեջ խորհրդակցելու։ Եվ վերջապես վերջին հարցը, դեղամիջոցների ժամկետանց լինելը միշտ կարելի է որոշել միայն արտաքին
տեսքից։ Ցավոք սրտի ոչ, որովհետև դեղամիջոցի ժամկետանց լինելը որոշում ենք միայն եւ միայն դեղատուփի վերագրված ժամկետով, որը տալիս է մեզ արտադրողը, եւ լինում են շատ դեպքեր, երբ դեղը կորցնում է իր ակտիվությունը, բայց արտաքինից ոչ մի փոփոխություն մենք չենք կարող նկատել։ Հաճախ է չել եմ ասում, դե լավ, 1 ամիս է անցել, եկեք օգտագործենք։ Մնացորդային ժամկետ ունի 6 ամիս։ Արդյոք որ տալիս եք, օրինակ դե մոտավոր են գրել, լավ, մի ամիս էս կոմենկում դեղը դեռ կարող է պիտանի լինի։ Չէ։ Միանշանակ։ Խոր չի տալիս մեր մասնագետը, շնորհակալ եմ շատ իրոք հետաքրքիր պատասխանների համար։ Հիշեցնեմ, որ մենք քննարկեցինք կլինիկական դեղագետի հետ, ինչպիսի տարածված միֆեր կան դեղամիջոցների ընդունման հետ կապված, հուսամ, որ այս հատվածը ձեզ համար հետաքրքիր էր, իսկ մենք գնացինք առաջ։